Մի հատ նայեք այսօր ինչ բաժակով եմ սուրճ խմելու ձեզ հետ։ Նախապատրաստական աշխատանքներս անեմ, միջև վլոգի սկսելը։ Ռաս, հուսով եմ ինձ լսում եք։ Այսպես։ Այ հիմա կարող եմ ձեզ հանգիստ ողջունել, ինչպես եք ժողովուրդ։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Տեսակ ինչ բաժակով եմ այսօր սուրճ խմելու, մի հատ գնահատեք խնդրում եմ, էլի։ Դե ասեք տեսնեմ ով ոնց է սուրճ խմում, ում ոնց դնեմ։ Ես դառը, ովքեր դառն են խմում, եկեք միացեք ինձ։ Բազմիցս ասել եմ, չէ, որ ես միայն փարիզյան եմ խմում, բայց շատ անգամ շեշտում էի, որ հենց 5-ը։ Ուրեմն մի անգամ 5-ը խանութում չկար, գնեցի 10-ը ու հավատացնում եմ, որ 10-ը ոչ մի բանով չի զիջում համար 5-ին։ Դեռ մի բան էլ, կարծում եմ սրասերը ավելին է։ Իսկ հյուրերի համար սա է, Կոլումբիա սուրճն է այստեղ։ Մի հատ խնդրում եմ գույնին ուշադրություն դարձրեք։ Ամենակարևոր մասը սերն է, չեմ սիրում, որ թափվի։ Մի հատ այստեղ նայեք ժողովուրդ։ Մարդել այսքան շոր պատվիրի, շոր, կոշիկ, կուրտկա, ամեն ինչ կա մեջը։ Ու կամ մեծ լինի, կամ փոքր։ Հա, մի երկու բան մեջից կար, որ հանեցի, Դավիթի համար, որը որ վերցրել եմ, հիմնականում փոքր են, իսկ ինձ համար հիմնականում մեծ են, լավ է, չէ։ Ամեն դեպքում շատ լավ բաներ կային մեջը, բայց հավես չկա, այդքան ցույց տալու գնացինք։ Մի հատ նայեք ինչքան խաղաղ ու հանգիստ է մեր բակը։ Կարևորը տեղ հասցնենք, չթափենք։ Ուրեմն մի օր ժողովուրդ, այսպես բերեցի, առանց թափելու դրեցի, մեկ էլ սեղանը շարժվեց ու սերը թափվեց։ Պատկերացնում եք, տեսնում եք ձեզ համար ինչ քաղցրավենիքներ եմ բերել, բայց հեսա ցույց եմ տալու, չմտածեք։ Այնպես եմ դրել, որ քաղցրավենիքներս երևա։ Իհարկե ես մի քիչ հեռու եմ ձեզանից նստել, բայց դուք մի մտածեք, կարևորը հոգով սրտով ձեզ հետ եմ։ Ող տեսնենք չի սառել, չէ։ Տեսնում եք ինչ գեղեցիկ է բաժակս, ասեք էլի, որ գեղեցիկ է, ես շատ եմ հավանում։ Մի հատ տաք սուրճ խմենք։ Շատ լավն է։ Ու գիտեք ինչով եմ այս ափսեն սիրում, որովհետև առավոտյան այստեղ հարմար է լինում քաղցրավենիքները դնել։ Հիմա ինչ էի ուզում ձեզ ցույց տալ։ Ուրեմն ժողովուրդ, ուզում եմ ձեզ հետ կիսվել այս շոկոլադի այս տարբերակով։ Կարծում եմ բոլորդ այս պիտկային ծանոթ եք, որովհետև շատ վաղուց սա կար, բայց սա, երբ նոր էր դուրս եկել, մի քանի անգամ ուզում էի գնել, հետո որ այստեղ սպիտակ հատված էի տեսնում, մտածում էի, թե սպիտակ է շոկոլադը մեջի, բայց պարզվեց, որ դա պնդուկի տեսակից է, որ սպիտակ է, դա սպիտակ շոկոլադ չի, պարզապես մեջի այդ նաչինկան է այդ գույնի ու շատ համեղ է, դրա համար ձեզ հետ ուզում էի կիսվել, որ մի վախեցեք, վստահաբար գնեք, հիմա կկոտրեմ, ձեզ ցույց կտամ, պահել եմ հատուկ, որ ձեզ հետ կիսվեմ։ Մի հատ սա էլ բացեմ և սա, որ տարբերությունները զգաք։ Մեկ, սա էլ երկու, հիմա նայեք։ Տեսնում եք, շատ համեղ է, վստահաբար կարող եք վերցնել։ Եվ սա։ Այս սա սպիտակը, եթե կարելի է այդպես ասել, այս տարբերակը շատ ավելի քաղցր է։ Մի խոսքով փորձեք, հետո ինձ կասեք։ Հիմա այս դրա մասին պատմեմ։
Սա ես երբեք չեմ հանդիպել մթերային խանութներում, որ հիմա ասեմ որտեղից եմ գնել, ովքեր որ այստեղ են ապրում, իմանան Ռոս խանութից եմ գնել։ Դուք գիտեք, որ ես շատ ուշադիր եմ քաղցրավենիքների նկատմամբ։ Տարբեր խանութներում եմ եղել, շատ ուշադիր զննում եմ բոլոր քաղցրավենիքները, բայց սրանից ոչ միտեղ չեմ գտել։ Ոչ հայկականում, ոչ ամերիկյան խանութներում։ Սա վերջին անգամ կերել եմ անցյալ տարի, երբ Հայաստանում էի։ Մեջը նուշա, խուրմայի մեջ նուշա եւ դա պատված է շոկոլադով, շատ համեղ է, շատ հետաքրքիր է ուտելը։ Ու վրան նայեք ինչ է գրված։ Տեսնում եք չեմ ալարում, հատուկ գալիս եմ, որ ցույց տամ։ Օ, բա մի հատ չբացեմ, տեսնեք ինչա մեջը։ Ասում եմ, էլի հեռու եմ մի տեսակ նստել ձեզանից։ Ուրեմն սա տեսքն է։ Ու հիմա պիտի կծեմ։ Բայց սա առանց սուրճի է շատ համեղ։ Մի հատ վայելեմ էլի։ Իսկ սուրճս ես կվերջացնեմ շոկոլադով։ Ուրեմն ժողովուրդ, նոյեմբերին ձեզ համար շատ հետաքրքիր վլոգ էի պատրաստել, բայց քանի որ այդ վլոգը մի քանի օրերի նկարահանված վիդեոներից է, շատ երկար ստացվեց, մոտ 1 ժամ, ու ես այդ 1 ամսվա ընթացքում չկարողացա գտնել այդ 1 ժամը, որ նստեմ այդ վլոգը նայեմ սկզբից մինչև վերջ, մաքրագրեմ ու դնեմ YouTube։ Բայց այդ վլոգը այնքան լավն է, ձեզ համար շատ համեղ ու հետաքրքիր բաներ եմ այնտեղ պատրաստում, հետաքրքիր հյուր ունեմ, դրա համար ուզում եմ, որ անպայման նայեք այդ վլոգը։ Բայց քանի որ ամբողջ վլոգի ընթացքում ես ձեզ հետ ուզում էի սուրճ խմել ու այնտեղ չի ստացվում, դրա համար որոշեցի մի հատ վիդեոյի նախաբան սկսեմ սուրճով, նոր հետո դուք կարող եք շարունակությունը հանգիստ նայել։ Այդպես, այդ վլոգում հենց սկզբից ցույց եմ տալիս ոնց եմ գնում Դավիթի համար տոմսերը գնում, համերգ ենք գնում, ինչևէ, հետաքրքիր վլոգ է, կարող եք նայել։ Դե ձեզ բարի ժամանց եմ մաղթում եւ լավ օրվա շարունակություն։ Ժողովուրդ ողջույն։ Ինչ լավ է այս կամերան միացնում եմ, ինչքան էֆեկտ ու դեֆեկտ կա տեսնում եմ։ Ահա, տեսա որ վզնոցս չեմ գցել, արագ տանից դուրս եմ եկել ու մոռացել եմ։ Չնայած հովզնոցը չէր ինձ գեղեցկացնելու, չէ՞։ Ուր եմ գնում հիմա, ավելի շուտ ուր ենք գնում հիմա։ Դավիթի համար անակնկալ եմ ուզում անել ու գնել Կարոյի տոմսերը։ Գիտեք, չէ, յութուբեր Կարոյին, մենք բոլորս իրեն շատ սիրում ենք, էլ չասեմ, թե Դավիթը ինչքան է սիրում, եւ միշտ Հայաստանում, երբ Կարոն համերգ էր դնում, շատ էր նեղվում, որ նա չէր կարողանում մասնակցել։ Ու հիմա ես իր համար մատուցում եմ անակնկալ։ Ես վերցրեցի Դավիթի անակնկալը։ Այ, բրծանք։ Ինչ շոկ է մեզ մոտ, լրիվ ամառ, 33 աստիճան, պատկերացնում եք, թող շոկ լինի, միայն թե ցուրտ չլինի, ես ձմեռը չեմ սիրում, տաք ու ծանր հագնվել, այ դա չեմ սիրում։ Եկել եմ Դավիթին վերցնեմ, սպասում եմ։ Ժողովուրդ մի հատ բան պատմեմ, ուրեմն, որ Հայաստանում էինք, Դավիթը շատ էր ուզում ունենար Կարոյի հագուստներից ու գնացինք զանգակ գրախանութ, ուրեմն երկարաթե բլուսկան փորձեց, վրան շատ լավ էր, հերթը հասավ կարճաթև շապիկին, ամենամեծ չափսը անգամ Դավիթի վրա շատ նեղ նստեց ու հիմա ասում եմ Դավիթ, մի տեսակ նեղ է էլի, շատ քիփ է վրան նստել, կարող է չվերցնենք։ Դավիթը բնականաբար չընդունեց, չէ մամ ջան շատ լավ է, ես այսպես կհագնեմ, բայց դե ես հասկանում եմ, որ արդեն ձմեռ էր, դեկտեմբերին հետ էինք գալու, մի քանի օրից ու ստիպված գարնանը պիտի հագներ, բայց գարնանն էլ վրան չէր լինի, բայց ինքը այնքան էր ուզում դա ունենար, ասեցի լավ Դավ ջան վերցնենք, թեկուզ փոքր է, բայց կվերցնենք, կարևորը դու իմանաս, որ դա ունես։
Ու այդպես բերեցին, երևի թե 2 անգամ կամ 3 անգամ հակել։ Նեղ-նեղ 2 անգամ հակավ, հավեսը հանեց։ Բա այդպես մեր երեխեքը տարված են կարոյով։ Չնայած ես էլ եմ իրեն շատ սիրում ու շատ գնահատում եմ։ Ժողովուրդ ողջույն, հուսով եմ լավ եք, ես 1 ժամը արդեն պրոբկայի մեջ կանգնած եմ։ Գնում եմ downtown փուչիկներ գնելու, բայց այսպիսի թրաֆիկի մեջ այսքան տարիների ընթացքում չի եկել, ոնց եմ հոգնել, ոչ էլ ջուր ունեմ մեքենայի մեջ, որովհետև չեմ էլ պատկերացրել, որ կարող է ինձ պետք գա, բայց մի տեսակ հյուծված եմ ինձ զգում, այ որ մի հատ սուրճ լիներ, շատ լավ կլիներ։ Պարզվեց, որ պարադա է եղել, դրա համար խցանումները ու հիմնականում հենց այս 2 փողոցի վրա, որովհետև մնացած ճանապարհները նայեցի բաց էր։ Վայ, բացվեց։ Չեմ հավատում, բայց բացվեց։ Վաղուց Starbucks չեմ խմել, որովհետև Starbucks-ի սուրճերը, դե հիմնականում ես վերցնում եմ կաթով, շատ հագեցնող են ու ծանր են։ Ես Starbucks հիմնականում խմում եմ այն ժամանակ, երբ սոված եմ լինում։ Մնացած դեպքերում չեմ կարողանում, կարող եմ մի քանի կում անեմ ու վերջ։ Ամբողջությամբ չեմ կարողանում, անգամ կեսը չեմ կարողանում խմել։ Իսկ հիմա այնպիսի տպավորություն է, որ ես անգամ սոված եմ, բայց առավոտյան ձու եմ կերել 2 հատ, նոր եմ տանից դուրս եկել։ Այս թրաֆիկից ես հյուծվեցի։ Դրա համար մի հատ Starbucks որ լիներ, այս պահին տեղին կլիներ։ Իդեպ, մեզ մոտ 2 Starbucks-ը փակվել ու շատ զարմացած եմ, որովհետև Starbucks-ը երևի թե միակ սուրճի կետն է, որ միշտ հերթա ու միշտ յուրահատուկ տեսականի է մատուցում։ Ես որ ինքս շատ եմ սիրում։ Առևտուրս արեցի, հիմա գնում եմ տուն, ավելի շուտ գնում եմ Դավիթին վերցնելու։ Այսօր որոշել եմ ձեզ հետ շատ համեղ աղցան պատրաստեմ, համեր ցույց կտամ ոնց են պատրաստում։ Ավոկադոյով աղցանա շատ համեղ է, մենք բոլորս շատ ենք սիրում։ Եվ հնդկահավի բուդիկներ ունեմ, ուզում եմ անպայման սխտորով, պղպեղով եւ աղով համեմեմ, դնեմ ջեռոցը, կարծում եմ շատ համեղ է լինելու, ես ընդհանուր հնդկահավն եմ այդպես արել ու շատ համեղ է ստացվել։ Դուք ուշադրություն դարձրել եք, թե մեզ մոտ ինչքան կանաչ է, ամեն տեղ խիտ բնություն է։ Ես հասա ժողովուրդ, անգամ 5 րոպե շուտ եմ հասել։ Իդեպ ես Դավիթի սուրպրիզը դեռ չեմ մատուցել։ Գիտեք չէ սուրպրիզը որն էր։ Կարոյի համերգի տոմսերը։ Չգիտեմ հիմա տամ, թե լավ կնայեմ հարմարությանը։ Ամեն դեպքում դուք կտեսնեք։ Ժողովուրդ, չէիք կարոտել մեր այս գեղեցիկ բակը։ Տեսնում եք ինչքան երկար ժամանակ է ես այս բակից վլոգ չեմ սկսել, միայն մեքենայից, բայց այստեղ քիչ առաջ նստած Instagram-ի համար խաղարկության
վիդեո էի նկարում, դա կլինի Instagram-ում, բայց այս վլոգը կարծում եմ բավականին ուշ կլինի, որովհետև Instagram-ում մի անգամից եմ դնում։ Սա ավելի ուշ կլինի։ Եղանակը հիանալի է, կարելի ասել, բայց հենց արևը գնում է, բնական է սառում ենք։ Ես օրինակ այսպես արդեն սառում եմ, հաճելի չի։ Հիմա ինչ եմ ուզում անել ձեզ հետ, հիշում եք, որ ասում էի հնդկահավի բուդիկներ ունեմ, ուզում եմ դա պատրաստել, որ Դավիթը գա արդեն պատրաստ լինի, դե բնականաբար աղցանն էլ կպատրաստենք, բայց կարծում եմ Դավիթին վերցնելուց հետո։ Հիմա անցնենք գործի։ Գնացինք։ Կարելի է նստել այստեղ սուրճ վայելել, բայց չգիտեմ կհասցնեմ թե ոչ։ Դա հետո։ Հիմա կարևոր գործերով պիտի գնանք ներս։ Ժողովուրդ, ես արդեն պատրաստել եմ, նայեք ինչ եմ արել, տեսնում եք, լվացել եմ, այսպես անձեռոցքի վրա դրել եմ, որ չորանա, քամվի, սա երկրորդը, և հիմա գիտեք ինչ եմ անելու, չնայած ձեզ կմոտեցնեմ, կարծում եմ, որ լավ տեսնեք, արանքները, ոնց ենք խոզի բուդը անում, չգիտեմ, ես այդպես եմ արել, ծակում ենք արանքները սխտոր, սերբիբար, աղ ենք լցնում ու եփվելուց հետո հավատացնում եմ շատ համեղ է ստացվում, կարող եք փորձել։ Այդպես, բայց առաջնայինը գիտեք որն է, դե գուշակեք, ձեռնոցներս։ Ես ասել եմ չէ, որ առանց ձեռնոցների ես ոչ մի գործ չեմ անում։ Անգամ սա այստեղ կախված է, լվանալուց ձեռնոցներն է, սա էլ բարակներն է, որը հիմնականում օգտագործում եմ խոհանոցում, այսինքն որևիցե մի բան պատրաստելու ժամանակ։ Այդպես, կարծում եմ ժամանակս քիչ է, ոչ թե կարծում եմ, այլ որ ժամին նայում եմ, համոզվում եմ, պիտի շուտ անեմ ու գնամ Դավիթին վերցնեմ։ Եղունգը կներեք էլի, որ երրորդ մատն է, բայց ինչ անեմ, հենց երրորդ մատը ծակվեց։ Տեսնեք, որ սուրա այսպես պահեմ, որ տեսնեք սևի վրա, որ ես երրորդ մատը հենց ծակվեց, սուրա եղունգներս դրա համար էլ այսպես եղավ, բայց դա չի խանգարի, չէ, կարող է խանգարի, գիտեք, սխտորի հետ եմ գործ ունենալու, լավ կլինի փոխեմ, ոյ, ժողովուրդ, սա էլ ծակվեց, դա ինչ, լավ, սա հետ, չենք ուզում, մյուսը, հլա այս տարբերակը փորձեմ, երևի շատ խորն եմ մտցնում, ավելի լավ է մի փոքր այսպես, տեսակ, հիմնականում ես փորձում եմ, որն է սա, small medium, հա իրար հետ է, հիմնականում medium-ն եմ վերցնում, որ ազատ լինի, էլի, նենց մանրակրկիտ գործ չենք անում, պետք չի, որ քիփ լինի, լավ, եկեք ձեզ մոտեցնեմ այստեղ, որ դուք էլ տեսնեք, այստեղ արդեն կաբաչկան լվացել եմ, ասպարագուզը լվացել եմ, որ հետը դնեմ, սխտորներս, տեսնում եք, կարելի է մանրեցնել, այսպես, կարծում եմ լավ այսպես, հիմա, տեսնում եք, ոնց եմ անում, այսպես, սխտորը կդնենք, տարբեր կողմերից կդնեմ, արդեն հոտը գալիս է սխտորի, Սա սև պղպեղ է, օրինակ կարելի է մի քանի հատիկ բրդել, մի հատ այստեղ դնեմ, այստեղ էլ, մտցնենք, մի քիչ աղ կլցնենք, վախենում եմ շատ չգնա, այսպես, այստեղ սխտոր դրեցի, չեմ հիշում, չէ, չեմ դրել, կարծում եմ, այս բրասլետը ստի հանեի, աղ կլցնեմ, այսպես,
Տեսնում եք դուք, ես չեմ նայում կամերային անկեղծ ասած։ Թղթորով աղը կբրդեմ ներս, այսպես, հատիկներն ուր են, այստեղ էլ կան հատիկներ թափված, կարող ենք բրդել մեջ։ Վերջում իհարկե աղ եմ անելու, այսպես չեմ թողնելու, այս ամանի մեջ կլցնեմ սև պղպեղը, եթե պետք լինի նորից կավելացնեմ։ Այսպես, մի երկու հատ էլ այստեղ կանենք ու կարծում եմ բավական է։ Սա մեկ, հիմա մյուսը անենք, նույն ձևով կանեմ սա։ Վերջ կարելի է արդեն այսպես հանել, դնենք մի տեղ, այստեղ։ Հիմա ամբողջությամբ աղ կանեմ, սև պղպեղ կանեմ, կարմիր կանեմ և ձետ կանեմ։ Աղը մի փոքր էլ կավելացնեմ մյուս կողմի համար։ Այս ավելորդ կաշին ես օրինակ կկտրատեմ։ Նորից կարմիր պղպեղ, աղ և ընդհանուր կխառնեմ։ Սա հիմա ֆոլգայի ամանի մեջ կտեղափոխեմ։ Կարծում եմ այստեղի կաշին էլ արժի կտրել։ Այս հեռախոսը որ դրված է, ինձ անհարմար է, կողքից եմ նկարում։ Ավելի շուտ կողքի եմ կանգնել, մի փոքր ձետ, այսպես տեղավորեցի, հիմա կդնեմ սա ջեռոցը, մնացած բանջարեղենն էլ մյուս ամանի մեջ կտեղավորեմ, սա կարծում եմ արժի փակել, թե ոչ, արժի փակել, ես հիմա ֆոլգայով վրան կփակեմ, որ ֆոլգայով փակեմ, շատ փափուկ կլինի, չիչորանա, ու շուտ կեփի կարծում եմ։ Օ, մոռացա ասել, որ մի փոքր ջուր արժի լցնել։ Ջուր։ Մի փոքր, որ գոլոշիով էփվի։ Վերջ։ Սա կդնեմ ջեռոցը, արդեն հանգիստ կլինեմ, ջեռոցը միացրել էի վաղուց, հիմա լավ տաքացել է շուտ կլինի, այսպես, մի հատ այս մասը մաքրեմ, իսկ կաբաչկան ու ծնեբեկը մի անգամից այս ամանի մեջ կկտրատեմ, աղ, պղպեղ, սխտոր և ես ավոկադոյի ձեթ եմ օգտագործում, մի փոքր վրայից կանցնեմ, բավական է էլի, չէ, էլ ինչ պիտի անեի, լավ է, այդպես արագ-արագ անեմ, դա էլ դնեմ, գնանք Դավիթին վերցնելու։ Ձեռնոցներ, եկեք օգնության, առանց սրանց ոնց կլինի, չի լինի,
ու ես շատ տաք ջրով եմ լվանում ամեն ինչ։ Դրա համար այսպիսի հաստ ձեռնոցներով եմ լվանում։ Մի հատ մաքրազարդենք, չէ որ բռնել ենք կեղտոտ ձեռքերով։ Հիմա ծնեբեկը սա է, տեսնում եք։ Այսպես դատարկեցի։ Հիմա սովորական շատ մանր չեմ անի, սովորական կլոր կկտրատեմ։ Այս մասը մի քիչ երկու մասի կանեմ ու վերջ։ Ուշանում եմ, ժողովուրդ ուշանում եմ, պիտի արագացնեմ։ Վերջ, արագացրու լուսնյակ, ժամանակ չկա։ Ախ, ձետ, և այստեղ, և սխտորի փոշի, սա արդեն պետք չի կարող եմ հանել։ Այ խառնելու համար նոր կհագնեմ ձեռնոց։ Հիմա ձեռնոց կհագնեմ և կխառնեմ։ Հուսով եմ չի պատրվի։ Վայ, չի այսքան անորակ։ Բայց նոր եմ նկատում, թե եղունգներս են սուր։ Լավ եղավ։ Հիմա արագ խառնենք։ Կաբաչկան էլ դքմիկը։ Այսպես։ Լալալալամ, սա էլ մեզ պետք չի։ Վերջ, սա էլ են գնում ջեռոցը ու թռնում եմ Դավիթին բերելու։ Տեսնում եք ինչա գրված։ Դավիթը պիցա է ուզում։ Եկել ենք խանութ, որպեսզի Դավիթին պիցա վերցնենք, բայց խոստացել է երեկոյան ուտելու ես, չէ՞ Դավիթ, այնինչ պատրաստում եմ։ Հա։ Արդեն ուզում էր ասել չէ։ Բայց որ երեկոյանը լսեց, հիշեց, որ ասել է այո։ Իդեպ այստեղ պատրաստի սուպեր կան, ամերիկյան սուպեր են։ Սա շատ համեղ է, մենք փորձել ենք, կծույա, աղացած հնդկահավի մսովը։ Հեսա, թրքի չիլի։ Վայ, մամա ջան, ոչ էլ ուզում եմ նայել։ Լավ, արի Դավիթ, տեսնենք ուր է քո պիցան։ Հա։ Լավ, մի արա, կընկնի, մի արա, կյանք։ Տեսնում եք, հենց տեղում թխում են։ Որից ես ուզում, Դավ։ Օ, սա էլ համեղ կլիներ, շատ համեղ կլիներ, դա ես ուզում, օքեյ։ Այստեղ պատրաստի աղցաններ, թխվածքներ, ամեն ինչ կա մի խոսքով։
Ջանա գալիս է միացայել նկարեմ գամ։ Այս արտիչոկները շատ համեղ են, շատ մարինացված են։ Հավեսա դավ։ Ձյունա սենց։ Ձյունը։ Ձյունը սենց, հա։ Խղճերախես ձյուն չի տեսել, ասմա ձյունն էլ է այսպես։ Մի անգամ տեսել եմ, բաբան բերել է։ Հա, ճիշտ է։ Սալ ես վերցնեմ։ Գնացինք։ Չէ, կյանքս չեմ ուզում։ Դավիթը ուզում է, որ ես անպայման ուտեմ իրա ինչից։ Ամանդամսից։ Ահա։ Բա իմ բալիկը չերևա։ Շատ համով է։ Շոկոլադ է։ Ալի։ Մի հատ է ինձ բավական էր։ Ես շատ չեմ սիրում անկեղծ ասած։ Գնացին։ Կարելի է հանել։ Հիմա տեսնենք ինչ վիճակում է։ Կարծում եմ մերձել է։ Տեսնում եք ինչ լավ է եփվել։ Մի քիչ էլ, շատ լավ է եփվել։ Փափուկ է։ Բայց տեղ ունի։ Նորից երևի փակեմ, բայց թող լավ եփվի։ Սա էլ Դավիթի համար եմ դնում, ընդամենը ձեթ, աղ եւ սխտոր եմ արել ու վերջ։ Ամենակարևոր բանը այս կանաչ լույսն է։ Հենց տեսնում եք անջատվել է, միանգամից ինձ ասում եք, թե չէ, ձայնս չի լինելու։ Լավ է, սազում է։ Սազում է, Լուսնե ջան, դու անցի գործի։ Ժամը ժամից անցավ։ Չնայած այս ժամը փոխված չի։ Հանկարծ այս ժամով չառաջնորդվեք։ Եթե տեղ ունեք գնալու, ձեր ժամին հետևեք։ Սա գիտեք, խեմ այսպես թողել, 1 ժամ առաջ է սա մնացել։ Մի քանի օր առաջ մեր ժամերը փոխվեցին, մենք արդեն հավասարվել ենք Հայաստանի ժամերին, պատմեմ էլի պատմությունը, չնայենք, որ ընդեղ վառվում է, լավ, արագացնեմ, մի խոսքով թողեցի, որովհետև մենք շատ ուշ ենք քնում, գոնե սա ինձ կսթափեցնի, կտեսնեմ ու արդեն ժամը 1-ն է, պիտի գնանք քնենք, բայց իրականում կլինի ժամը 12-ը և մենք նորմալ ժամին կգնանք քնելու, հասկացաք պատմությունս, այդպես վառվեց։ Միացված էր, հա։ Հեսա կմոտեցնեմ, կտեսնեք, չմտածեք։ Տեսնում եք ինչ լավ է ստացվել։ Գիտեք ինչ էի ուզում անել, ուզում էի սխտոր տոմատ անել մի փոքր վրան, ինչ եք կարծում։ Մի հատ որ մասից։ Ինչ լավ է եղել։ Հեսա համը տեսնենք։ Տեսակ։ Շատ տաք է, մի նայեք այդպես վառվեցի, բայց շատ համեղ է, մի հատ էլ ուտեմ էլի, վայ ժողովուրդ, ինչ համեղ է, մի հատ փչեք, ապրեք, մի հատ էլ ես, կարող է ինադու դուք փչած չլինեք, որ ես վառվեմ, ավելի լավ է ես իմ ստրախովկան ունենամ ու ես փչեմ։ Մեկ-մեկ նենց կոմենտներ են գնում, ամեն ինչ հնարավոր է, էլի, ուրախանան, որ ես վառվեմ։ Ժողովուրդ, հալվում է, վառվում եմ, բայց ոչինչ, բայց հալվում է,
Մի հատ էլ կաբաչկայից ուտենք։ Շատ համեղ է, շատ։ Հենց այսպես խորհուրդ եմ տալիս պատրաստեք։ Անգամ էլ պետք չի։ Ոչ սխտոր, ոչ տոմատ։ Ամեն ինչը շատ իդեալական համեղ է ստացվել, վերջ։ Ահա, ես կշտացա։ Տեսակ։ Օրվա ընթացքում այնքան եմ տարբեր բաներից օգտվում, որ sense կշտանում եմ։ Այստեղ կտրատած միրգ ունեի։ Մի հատ նայեք այս տանձը ինչքան գեղեցիկ է։ Գույնը տեսնում եք, կարմիր, ոնց որ ներկած լինի, ու շատ քաղցր, շատ համեղ էր։ Խնձորն էլ է շատ համեղ։ Միշտ չի որ պատահում է համեղ խնձոր։ Դրա համար կտրատածը պահել եմ, թե չէ երբեմն գցում եմ, որովհետև ով ա ուտում։ Մեր տանը միրգ, քաղցրավենիքներ, Դավիթը շատ է սիրում քաղցրավենիք, բայց ունի իր ընտրած մի քանի քաղցրավենիքները։ Դրանից այն կողմ էլ ոչ մի բան չի ուտում։ Իսկ թխվածքները հիմնականում, մրգերը, բանջարեղեն բանամուսինս էլ է ուտում, այս հիմնական հատվածը, հիմնական մրգերն ու խմորեղենները իմ վրա է մնում։ Այդպես, լավ, սա մի հատ փակեմ։ Այսպես, մի հատ էլ այստեղ մակ ունեմ, մի փոքր, անկեղծ սուրճ չեմ խմել, ու չգիտեմ, աղցանը պատրաստեմ, հետո խմեմ, թե խմեմ, հետո պատրաստեմ, չգիտեմ, դուք ինչ եք ասում, աստղերը ինչ են հուշում, երանի ձեր ձայնը լսեի, ինչև է խմեմ, անցնեմ գործի, ավելի լավ անեմ, հետո հանգիստ նստեմ սուրճ խմեմ։ Լավ, աղցանը արագ է ստացվում, կհասցնեմ կարծում եմ ձեզ հետ մի հատ սուրճ խմեմ, արագ սա անենք։ Կարևորը սա է, չէ։ Վայ, լավ էլի։ Մեկ սուրճի խաթր ինչ կարելի անել, ամեն ինչ կարելի է արագ անել։ Լավ է։ Ուրեմն ժողովուրդ, խանութում շատ լավ գնով հանդիպեց ավոկադոներ ու մի քանի հատ վերցրեցի, երևի մի 6 հատ, բայց շատ պինդ էին, ասացի թող տանը մնա, միևնույն է մենք այս աղցանը շատ ենք սիրում, Օնո շատ է ուտում, ես հաճախ եմ պատրաստում։ Ինչևէ, հիմա շատ է փափկել։ Ու նախորդը սրա, որ էլի փափուկ էր, մտածում էի առանց կտրելու գցեմ, կտրեցի ու պարզվեց, որ շատ լավ պահպանվել էր։ Հիմա սա պիտի փորձեմ, սա որ շատ թույլ է, սա լավ է։ Հիմա սա եմ ուզում փորձել, չնայած որ այդ տարբերակ էլ ունեմ, արդեն մեծ տարբերակ ունեմ։ Հիմա սա կփորձենք միասին։ Եկեք ձեզ մոտ դնեմ։ Այսպես համ կխոսենք, համ էլ գործ կանեմ։ Հա, բա սա մի հատ չկտրեմ, ձեզ ցույց տամ։ Չէ, կարծում եմ սա շատ փափուկ է, սևացած կլինի։ Ժողովուրդը լնայեք։ Շատ քիչ է սևացել այս հատվածները միայն, բայց ընդհանուր շատ լավ է պահպանված։ Իրա թուլության համեմատ կորիզը անգամ դուրս է գալիս։ Սա լավ էր։ Հիմա սա։ Սա ձիգ է, կարծում եմ լավ պիտի լինի։ Հա, սա ավելի լավ է, կարծում եմ։ Սա շատ լավ է։ Կորիզը, տեսնում եք։ Մի անգամից դուրս է գալիս։ Սա էլ, հիմա մի հատ սա նայենք։ Քիչ է այդքանը, որովհետև մենք սիրում ենք ու գոնե սարքելուց մի երկու օր չուտեմ։ Հիմա սա ենք փորձում։ Ժողովուրդ մեկ-մեկ նայեք, էլի լույսը վառվում է։ Սա դե իդեալական։ Կորիզը գիտեք, չէ՞ ոնց եք հանում, ամենահեշտ տարբերակը սա է, նայեք։ Դանակը վերցնում եք, բնականաբար հանում եք սա և ուժեղ հարվածով, տեսակ, ֆիքսեցինք, պտտում եք և այսպես դուրս է գալիս, հեշտ ու հանգիստ։ Դե բնականաբար սա կտրատում եմ, մանր, այսպես,
Ահա։ Ահա։ Տեսնում եք։ Մի անգամից այսպես դատարկում եմ մեջը։ Վերջ։ Տեսակ։ Բոլորը հիմա այսպես կանեմ։ Տեսնում եք, կարող եք ավելի մանր կտրատել, կարող եք մեծ կտրատել, խառնելուց, օրինակ ես սիրում եմ, որ ամբողջը խառնված է լինում, եթե անգամ մեծ կտորներ է մնում, ես այդ մեծ կտորները մանրեցնում եմ, որ խառնվի ամբողջը մի համի լինի։ Դրա համար հիմա նույն հաջողությամբ սա մանր եմ անում, նույնն էլ ամուսինս։ Զգում եք, որ ես ձեռնոցներս եմ լվանում, բա ինչ անեմ։ Ուրեմն ասեմ, ինչ եմ օգտագործելու, ինչ կանաչեղեն է այստեղ։ Սոխ, համեմ, մաղադանոց եւ ամենակարևորը պետք է լինի սա միտ, որտեղ սա շատ ուրիշ համ է տալիս, դրա համար կարևոր եւ պարտադիր պայմաններից է։ Եղավ չմոռանաք։ Հիմա սկսեմ սա միտից, մնացածը կկտրատեմ աստիճանաբար։ Երեք, ուրեմն հյուր ունեի ու չեք պատկերացնի, ինչ գեղեցիկ շունիկով էր եկել, վայ, ես ինքս չեմ սիրում տանը շուն, բայց երևի թե միակ շունն է, որ սիրով կպահեի տանը, նկարել եմ, կդնեմ կտեսնեք, շատ սիրուն շունիկը, ու շատ սիրուն ես դու, շատ լավն ես, Դա կուզենաս նման շունիկ ունենանք, շատ սիրուն է, չէ, Չարլի? Ոյ, ապրես դու, ես ինչ խելոք շունիկ է, հելը մի հատ էլ ասը, Ուրեմն Դավիթը, որ ինձ անընդհատ ասում է մամ, շուն եմ ուզում, գիտեք ինչ եմ իրեն հիշեցնում, որտեղ մի քանի անգամ տեսել է, թե փոքրիկ շունիկները ոնց են տանը կեղտոտում, անկյուններում, կամ որևիցե մի սեղանի տակ, ինչևէ, ու միշտ ասում Դավ ջան, պատկերացրու դու շուն ունես, եթե քո շունն է, ուրեմն դու պիտի տիրություն անես, ես ոչ մի անգամ չեմ տանելու իրեն դուրս, ասում եմ դե լավ, կարտնանամ այդ ժամանակ կտանեմ, ասում հա, պատկերացնում ես, որ դու քնած լինես, մեկ էլ ինչ որ ծանր հոտ ես զգում ու տեսնում ես, որ կառավաթի տակ շունիկը կեղտոտել է, ինչ ես անելու, ով է մաքրելու, ես գործ չունեմ, քո շունն է, հենց նման բաներ եմ ասում, մի անգամից թափվում, ասում է չէ չեմ ուզում, մի հատ գրեք, տեսնեմ դուք եք հավանել այդ շանը, կուզենայիք այդպիսի շունիկ ունենալ, Բիբարները, ովքեր ունեն, կարող են անել, ովքեր չունեն, պարտադիր չի, բայց շատ համեղ է ստացվում։ Կլոր կտրատում եմ, նաև հազարի թերթիկներ, լեյթուս, մնաց վարունգներն ու պամիդորը, այսպես, ուղղակի մանրեցնեմ վրան, ինչ հետաքրքիր է, կամերան ավելի հարմար կլիներ այն կողմից, որովհետև այսպես աշխատել դժվար է, լավ ինչևէ, մի հատ ցույց տամ ոնց եմ կտրատում ու վերջ, մնացածը ես արագ անեմ, լավ, չէ, վարունգը մի քիչ էլ կարելի անել, որովհետև վարունգով շատ համեղ է ստացվում, բայց զգացիք, ամեն ինչը որ ավելացնում եմ, ասում եմ շատ համեղ է ստացվում, իրականում մեկը մյուսին լրացնում է, այսպես, սա և մնաց վերջինը, պոմիդոր, լոլիկ, Իդեպ ուզում եմ մի հատ շատ համեղ ձեզ լոլիկ ցույց տալ, իրոք այդ պամիդորները շատ համեղ են, շատ, սա պարզապես արագ կտրատում ենք, ինչ որ հատուկ ձև չկա, պարզապես մանր լինի, որ խառնվի, կարծում եմ վերջ, այո վերջ, լիմոն, ոչինչ, նորը կհագնենք լիմոնի համար, սա ամենահամեղ լոլիկներն են, մի հատ ոնց պահեմ, որ տեսնեք, տեսնում եք,
Ուրեմն սա վերցնում եք։ Գիտեք չէ ինչ ասեմ։ Իհարկե գիտեք։ Կրեկերներ է, բայց շատ համեղ կրեկերներ են։ Ես բացի այս կրեկերներից ուրիշ կրեկեր չեմ ուտում։ Սա պամիդորը բարակ կտրատում եք, դնում եք վրան, պանիրը դնում եք։ Վերջ, райское наслаждение։ Իմացաք։ Ախ։ Բավական է։ Ուրեմն սա էլ ասեմ, ովքեր որ իմ նման չեն կարողանում օգտագործել ձիթայուղ, որովհետև հատուկ սպეციფიկ համ ունի, ես իրականում չեմ կարողանում օգտագործել։ Շատ եմ փնտրել եւ ամենահարմարը, չվառողը, ամենաթեթև համ ունեցողը սա է։ Եթե ուզում եք, կարող եք նայել որն է։ Ես այնցել անգամ քույրս էլ էր ասում, որ չի կարողանում օգտագործել, որտեվ ահավոր սուր համ ունի, բայց սա շատ փափուկ է, դրա համար վերցրել եմ միայն աղցանների համար։ Այսպես լիմոն պիտի անեմ ու վերջ։ Ես այսպիսի փոքրիկ կտորներ ունեմ լիմոնի, սկզբում սա կանեմ եւ մեկ հատ էլ մեծը վերջում կկտրատեմ եւ կանեմ, դա։ Գիտեք չէ, որ լիմոն եք կտրատում, դանակը շուտ պիտի լվանակ, որ չբթանա։ Վերջ, մի երկու օր էլ բան չեմ սարքի, ազատություն չէ։ Լավ, այսքանը դեռ փորձենք լցնել, կորիզները չլցնենք, մի հատ պատարակաղով ու գթալով հետ կբթենք։ Ես չեմ սիրում, որ կորիզները ընկնում են ատամիս տակ։ Ինչ հետաքրքիր է, որ ձեզ եմ փորձում ցույց տալ, ես չեմ տեսնում։ Okay, մի հատ հիմա խառնեմ, բայց կարծում եմ քիչ է։ Մի հատ եկեք մոտեցնեմ, որ այս զանգվածը դուք տեսնեք։ Չեք պատկերացնի ոնց է բուրում։ Ինչ հաճելի բույր ունի։ Տեսնում եք, օրինակ այս կտորը մեծ է մնացել։ Ես սա կկոտրեմ, որ խառնվի։ Հիմա համը կտեսնենք։ Մի հատ էլ սև պղպեղ անենք նոր։ Շատ քիչ, սա կծու է։ Արդեն պատկերացնում եմ ինչքան համեղ է լինելու։ Փորձենք։ Քիչ մի հատ էլ կարծում եմ աղա պետք։ Ես կարող եմ մի փոքր էլ աղանեի, բայց կարծում եմ այսպես լավ է։ Վերջ, հիմա հյուրասիրվեմ ու բոլորիս բարի ախորժակ։ Ժողովուրդ, վերջապես եկավ այս պահը, որ պիտի Դավիթին հանձնեմ Կարոյի տոմսերը։ Նայեք տոմսերը ուր եմ դրել։ Դավիթն եկավ։ Բարև, մամ։ Բարև կյանք։ Ticket։ Կարո, վերջապես, մամ, ես շատ էի ուզում գնա, երեքով ենք, չէ։ Այո, ես դու պապան։ Մերսի շատ։ Ուրախ ես։ Հա։ Դե լավ է, դες չէ երբ ենք գնում վաղը։ Հա։ Մերսի մամա, իմ հետ փաթաթվեմ։ Ոյ կյանքս։
Մեզ մոտ արդեն ժողովուրդ ժամը 5-ին տեսնում եք ինչ մթնշաղը։ Ժամերը որ փոխեցին, մենք արդեն հավասարվել ենք Հայաստանի ժամերին, չէ՞ ասացի։ Այսպես օրերը կարճացան, այնքան կուզենայի որ մնային ամառային ժամերին։ Օրը երկար է լինում, իսկ այսպես շատ կարճ։ Ահա ժամը 5-ն է, բայց արդեն մթնում է։ Вот, երրորդը։ Hi. Davidը միշտ սա է ուզում։ Can I get number 3, please? Number 3? Yes. What spice? Mild, please. Նայեք Դավիթը ինչ է սիրում ուտել։ Կծու հավիկներ, մի հատ բուրգեր, մի հատ էլ այսպիսի բուրգեր, մի հատ ցույց տամ Դավջան, հետո կուտես էլի։ Բավականին իհարկե մեծ են, սա այս պահին երկուսն էլ չի կարող ուտել։ Մեկը տանը կուտի, բայց ասեմ շատ համեղ է իրենց կարտոֆիլը եւ իրենց սոուսը, շատ համեղ է։ Ես որ չեմ սիրում, ընդհանրապես նմանատիպ ուտելիք, երբեմն ուտում եմ։ Դավիթը սա չի սիրում, դրա համար ես եմ ուտում։ Բայց սա շատ համեղ է։ Միայն սոուսով։ Իդե բուրգերի մեջ աղցան էլ կա, կաղամբով։ Հիմա առանց հեռախոսների երեխեքը ոչինչ չեն ուտում։ Դա ուրախ ես։ Հա, շատ սիրում։ Ոնցան դրամատրությունը Լոս Անջելես։ Լոս Անջելեսում ուղղակի թեժ է ասում, Լոս Անջելեսի հանդիսատեսը շատ ջերմ է, որին համար անչափ շնորհակալ եմ ձեզ։ Շարունակում ենք։